Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հետապնդումները եկեղեցու եւ նրա հոգեվոր զավակների հանդեպ օրեցօր նոր երանգներ են ստանում։ Այս պահին 3 սրբազան է գտնվում բանտում, ինչն աննախադեպ է մեր ժողովրդի կյանքում։ Աստվածաբան կրոնագետ Վարդան Խաչատրյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում նշեց, որ եկեղեցականների հանդեպ բոլոր ժամանակներում էլ եղել են տարատեսակ հետապնդումներ, սկսած բոլշևիկյան վաղ շրջանից մինչև այն, որ կաթողիկոս են խեղդել էջմիածնում, բայց դա չի նշանակում, որ զուգահեռներ պետք է անցկացնենք այդ ժամանակների հետ։ Հիմա մենք ինչ այդ ժամանակների հետ զուգահեռներ պետք է մենք անցկացնենք։ Չէ, դրա մասին այդ ժամանակները խիստ գաղափարայնացված դաժան անհրաժեշտությամբ գործող մարդկանց ժամանակաշրջան ա եղել։ Այս ժամանակաշրջանը դրանից արմատապես տարբեր է։ Եվ մեր խնդիրը հայ ժողովրդի պառակտումը չի կարող լինել։ Եկեղեցին որպես այդպեսին ինքը հանդիսանում է համաշխարհային կառույց, կամայական իշխանություն կլինի դա Հայաստանում իշխանությունը, կլինի դա Թուրքիայում իշխանությունը, Ամերիկայում, նա ժամանակավոր երևույթ է։ Եկեղեցին մեր 1700 տարվա եկեղեցի է։ Նա համաշխարհային կառույց է, հայ ասածը իր ինքնությամբ գոյություն ունի, որովհետև այդ եկեղեցին ժամանակին անթեղել է արժեքներ։ Կրոնագետը նշեց, որ այսօր հարվածի տակ է դրվում հայ ժողովրդի միասնականությունը, որովհետև եկեղեցուն թիրախավորելը խարխլում է պետության հիմքերը, պառակտում ժողովրդին։ Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր բարդ հարաբերությունները։ Եղել են կաթողիկոսներ, որոնցից հրաժարվել է եկեղեցին, կասկածել են, որ ինչ-որ կաթողիկոսների սպանել է իշխանությունը, բայց այդ ամենը հավատացնում եմ ձեզ, էլի հիմա մենք չենք գնաց տրտատիրության հետ զուգահեռներ տանենք, ասենք մարդը աշխատող գործիք է եւ բերեք մտցնենք մեր բոստանները թող փորի, էլի։ Իսկ թե ինչին է միտված իշխանությունների այսօրվա գործելավոճը, կրոնագետը պատասխանեց, որ այդ ամենը ինքը կապվում է աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների հետ։ Մենք հսկայական աշխարհաքաղաքական գեր լարված խճապատկերի մի փոքրիկ ֆրագմենտ ենք որպես այդպիսի։ Եվ մեր վրա կրում ենք այդ ամենի եւ լարումը եւ հակառակի նման կնիկը։ Այսինքն մեր հաջորդ սերունդները եւս ինչ որ չափով այս ժամանակաշրջանի կնիկը իրանց վրա կրելու է։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդն ու մի խումբ հոգևորականներ։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։